Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, մենք այժմ կզրուցենք Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, նախ օրվա ուղերձի մասին ասեք։ Օրվա ուղերձը այն է, որ 111 տարի առաջ մեկնարկեց հայոց ցեղասպանությունը, մեծ հայրենազրկումը, որտեղ ոչ միայն 1.5 միլիոն անմեղ հայեր իրենց սեփական հայրենիքում սպանվեցին, գոտորվեցին, այլ մի ողջ հայրենասպանություն էր, մի ողջ քաղաքակրթության ոչնչացում։ Այդ իրավունքի գորստի դարողությունը մենք պետք է այսօր ճանաչենք եւ հույս ունենք իհարկե, որ պետության գերդման միջոցով այլևս թույլ չենք դալու ժամանակակից Հայաստանում եւ մեր շուրջը նման զդումների, նման ցեղասպանության շարունակություն, բայց անգամ պետության գայացումը գոյությունը ինքնին չգանխեց եւ մեր անմիապանությամբ, մեր սխալ քաղաքականությամբ, մեր մեծամտությամբ, մեր անգազմագերվածությամբ մենք թույլ տվեցինք, որ այդ հայրենազրկումը, հայրենասպանությունը շարունակվի մեր օրերին պետության պայմաններում եւ ամենամեծ ցավը դա է։ Մենք պիտի վերականգնենք այդ իրավունքի գիտակցությունը, հետապնդենք շատ բանականորեն, հանգիստ եւ հասկանանք, որ միայն երբ պետությունը կկարողանա իր շահը, իր իրավունքը գիտակցել, այն ժամանակ ինքը հույս կունենա, շանս կունենա հարադեվելու որպես պետություն եւ ազգ եւ ի վերջո հայրենիք։ Պարոն Հովհաննիսյան, այդ դեպքում ինչու է Փաշինյանը փորձում մոռացության տալ, ցեղասպանության հանգամանքը նա նշում է, որ օրինակ պետք է ճշգրտվեն ցեղասպանության զոհերի թվաքանակը, իսկ օրինակ Անդրանիկ Քոչարյանն էլ նշում է, որ անուն ազգանունները պետք է ճշտեն եւ այսպես կարծես թե դնում են ցեղասպանության իրողությունը կասկածի տակ, ձեր կարծիքը։ Ես նման ազգանվան մարդու խոսքը չեմ կարող մեկնաբանել, կարող եմ ասել, որ ով էլ դա ասում է, ինքը իրացնում է եւ շարունակում է դահիճների, երիտ թուրքերի եւ իրենց շարավիղների խոսույթը, նարատիվը։ Դա եղել է ժխտման, ուրացման, մեղմ այսպես խափուսիկ մադուսման իրենց եղանակը եւ այն մարդիկ ովքեր շարունակում են դա ուղղակի թե անուղղակի Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականություն են իրականացնում եւ կապ չունեն հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների հետ եւ կապ չունեն ի վերջո Հայաստանի քաղաքացիների հետ եւ մեծ ցավ է, որ նրանք ովքեր 8 տարի առաջ լրիվ հագարակ բաներ էին ասում, իրավունքից խոսում, շահից, գուրծ կային ձեզում ազգային հարցերում, հասել են այս հադագին եւ պետք է ասել, որ իհարկե բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց խաղաղությունը չենք կարող դարբնել փախուստ տալով պատմությունից, այլ պետք է արարեցվել այդ պատմության հետ, նախ մենք պիտի չզիջենք մեր իրավունքները եւ պիտի պահանջենք, որ նաեւ հարևան բռնապետները եւ հետո միջազգային հանրություն նույնպես ճանաչի այդ իրավունքը, բայց դրա ագունքը մենք ենք, մենք պիտի մեզ փոխենք։ Բայց ասում են, որ Հայաստանի օրակարգում չկա այն հարցը, որ այլ երկրները ընդունեն հայոց ցեղասպանության իրողությունը։ Սա չի նշանակում, որ ըստ էության չեն էլ ընդունի, եթե Հայաստանն է պաշտոնապատում։ Աշխարհը մեծամասամբ արդեն ճանաչել է եւ մենք արդեն այդ հանգրվան այդ փուլը անցել ենք։ Աշխարհը ճանաչում է իր սեփական բահոցներով, արխիվներով, pedagogan ազգային փաստաթղթերով, վկայություններով։ Խնդիրը այն է, թե ինչպիսի հադուցում պետք է լինի այդ ժողովրդի միջև հաշտեցումը, բարիդրասիական հարաբերությունը ինչպես պիտի լինի եւ այդ հիմա խաղաղությունը որ շատ այսպես չարաշահվում է խաղաղություն եզրը այսօր, իրական խաղաղությունը կարող ենք իրականացնել մեր կյանքի օրերին, եթե դեմ հանդիման գանք իրականությանը, ոչրակորձությանը եւ մեր իրավունքներին եւ նրանք ովքեր առաջարկում են, որ այս մեր ժողովուրդը, որ իր հոսքով այսօր ցույց է տալիս թե որն է օրագարկը, իրենք իսկապես գդրված են այս մեր ժողովրդից, որտեղ ձվյալ իշխանությունը վերցնի իր օրագարկում այս կամ այն հարցը, այդ իրավունքները անժամանցելի են, պատկանում են հայ ժողովրդին եւ հայ ժողովուրդը գազում են կվերադառնա եւ իրավադեր կլինի իր իրավունքների շահերի նկատմամբ եւ դա վերաբերում է նաեւ անցյալի այս մեծ հայրենազրկման ցեղասպանության եւ նաեւ այսօրվա իրավիճակին, որ այլևս երբեք պետության պայմաններում մենք չզիջենք, մենք չհանձնենք, մենք չգործնենք։
Տեսեք, այսօր հանրային հեռուստաընկերություն, երբ ամենայն հայոց կաթողիկոսը եկել է հուշահամալիր, այդ հատվածը կաթողիկոսի աղոթքն առ Աստված չի հեռարձակել ուղիղ եթերով, սա ինչ կարող է նշանակել արդյոք, կարելի ասել, որ հանրայինն էլ գնում է Փաշինյանի ուղղությամբ եւ ազգայինը փորձում է ներկայացնել հանրությանը։ Դե, հիմա սրանք փոքրիկ արտահայտություններ են մեծ հիվանդության, հիվանդ իրավիճակի, որի մեջ մենք գտնվում ենք, եւ երբ ոչ պետական ապարատը անվտանգությունը աշխատում է մի հոգու շահիգը ապահովելու համար, դա զարմանալի չէ, որ նաեւ հանրայինը նույնպես իր ենթարկվածությունն է ապահովում եւ նորություն չէ, բայց այս աստիճանի, այս դառողությամբ մենք երբեք չենք տեսել։ Ցավոք սրտի 30 տարի մենք չենք յերդել այդ ինստիտուտների, արժեքների, իրավունքների վրա հիմնված պետությունը, որ բացառեր այսօրը, մենք չբացառեցինք, ես չբացառեցի այսօրը, բայց պետք է ասել, որ սրանք ազանցյալ խնդիրներ են, բուն խնդիրը գլուխն է, եւ այդ գլուխը ուղղակի մեր նահատակների, մեր վերաբրողների, մեր ոսկե սերունդների հանուն այդ գլուխը պետք է փոխվի։ Դուք խաղաղությանը անդրադարձաք, հիմա դուք համարում եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, Թուրքիայի միջև հնարավոր է խաղաղություն, քանի որ Փաշինյանը այդ թեզը բարբերաբար առաջ է բերում եւ անգամ իր նախընտրական օրակարգում է այդ ամենը, մենք պաստառներել ենք տեսնում խաղաղություն գրվածքով։ Դա հեգնանք է եւ խաղաղության, իրական խաղաղության նկատմամբ իրական խաղաղությունը տեղի ունենում է, երբ լինում է հավասարություն, սիմետրիա կողմերի միջև եւ ոչ թե բարդատրանք պատերազմով, թե այլ եղանակով բռնությամբ իջեցված։ Այսօր մենք չունենք հնարավորություն լոզունգներից բացի, գարքախոսներից բացի հասնել իրական խաղաղության, քանի Գայասի իշխանությունը, Թուրքիայի իշխանությունը, Ադրբեջանի իշխանությունը։ Այդտեղ պետք է փոխվի ոչ քաղաքապարախոսությունը, նվիրումը իրական խաղաղության, որտեղ ոչ թե մեկը մյուսին հրահանգում է, այլ գա փոխադարձ հարկանք եւ նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների դարբնման բահով 35 տարի Հայաստանի Հանրապետությունը ցույց է տվել բոլոր իշխանությունների օրոք, որ ինքը կողմնակից է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման։ Իսկ թուրքական կողմն է, որ դեպաբես իջեցնում է փոփոխական պայմաններ եւ այդ նախապայմանները մինչեւ օրս կա։ Դրա համար ուղղահայաց վիճակ է, անհավասար, սիմետրիա չկա եւ չեն կարող իրական բարիդրացիության եւ հաշտեցման հասնել այս վիճակում։ Իրական խաղաղությունը գալիս է այն բանից հետո, երբ մենք չզիջենք մեր իրավունքը, մենք ճանաչենք մեր իրավունքը, թույլ չտանք, որ մեր գերիներին բահ են բախվում եւ ասել, որ սա իրենց Նուրնբերգն է, այսինքն նեոնացիները նստած ասում են, որ մեր գերիները, անպաստանյանները իրենք են մեղավորները եւ առանց պատասխանի Երևանից։ Երևանը պիտի պատասխանի, որ Նուրնբերգը դուք պիտի ստանաք համաշխարհային հանրության կողմից եւ երբ որ մեր աչքի առջեւ ոչնչացնում է մեր պատմական ժառանգությունը, մեր եկեղեցիները, ոչ մի արձագանք։ Մենք պիտի խոսքով, գործով, գործողությամբ եւ ոչ թե գելս այսպես նմանակված իմիտացիոն, չգիտեմ, սրդիկներով եւ խաղաղության կարգախոսներով ներկայացնենք մի իրավունքը։ Սա մեր ձեռքն է, կամ պիտի անենք, կամ պիտի չանենք եւ հույս ունեմ, որ հաջորդ տարի, երբ այստեղ հավաքվենք, մենք ունենանք էապես նոր իրավիճակ։